Նախ պետք է արժանապատվության ու արժեքների ճանապարհով գնաս, որ գտնես, թե դու ում հետ խոսես, որովհետև եթե ինչ որ մեկը քո արժանապատվությունը չի հարգում ու դրա հետ դու մտնում ես բանակցությունների մեջ, կապ չունի դա փոքր թե մեծ բանակցություններ են, արդյունքում դու կկվի վիճակում ես հայտնվելու։ Ռուսաստանը հարգում է։ Իհարկե չի հարգում։ Թուրքիան, Ադրբեջանը։ Մենք ամենօրյա տերորի վիճակում ենք գտնվում, երբ որ քեզ ամեն օր նորանոր պայմաններ են առաջադրում, չէ՞։ Նիկոլն էլ համոզում է մեզ, որ իբրև թե դա խաղաղության համաձայնագիր է, չէ՞, բայց իրականում որտեղ խաղաղության համաձայնագրի հոտ էլ չի գալիս։ Իրենք հստակ ասում են, որ այս ընդամենը այս պայմանագիր համաձայնագիրը, որը դուք ստորագրեք, հիմքա, որպեսզի մենք սկսենք ձեր հետ բանակցել այն մյուս հարցերի շուրջ, որը վերաբերում է նրան, որ դուք ագրեսիա եք արել, որտեղ դուք այս պայմանագրով, այս համաձայնագրով օրինականությունը ընդունելու եք այն ամեն ինչ որ տեղի ունեցել միջև հիմա, դες 20 թվականից միջև հիմա, այդ ընդունում եք, որ դա օրինական է, դրանից հետո ձեր հետ սկսում ենք խոսել նոր խնդիրների մասին, օրինակային խնդրի մասին, որ դուք մեր երկրի ագրեսիա եք ենթարկել ու պիտի փոխհատուցում վճարեք եւ այդ փոխհատուցման դիմաց պիտի ընդունեք նաեւ ադրբեջանցիներին, որոնց Հայաստանից դուրս են եկել, հետո այդ ադրբեջանցիները պիտի դառնան պարլամենտի անդամներ, հետո պիտի օրենքներ ընդունվեն Ադրբեջանին երկրորդ լեզու լինելու եւ այլն եւ այլն եւ այլն։ Այս ամեն ինչը, այսինքն այդ ճանապարհն է, այդ կկվի ճանապարհն է։ Եվ դրան հակառակ, երբ որ դու քո ասում ես այս է իմ կարմիր գիծն է, ես այս կարմիր գծերը չեմ անցնում եւ այս կարմիր գծերով իրավունքի ուժով եւ մնացած ամեն ինչով ես փնտրում եմ այն մարդկանց, այն երկրներին, այն ուժերին, ովքեր այս իմ հետ կարող են լինել դաշնակից։ Եվ այդ դեպքում դու կարող ես եւ աջ նայել, եւ ձախ նայել, եւ հյուսիս նայել, եւ հարավ նայել, բայց առանց դրա, առանց դա նշելու, առանց քո կարմիր գծերը նշելու, դու գնում ես բանակցությունների, դա բացարձակապես անիմաստ է։ Ում հետ ուզում ես գնա։ Ուզում ես Արևմուտք գնա, ուզում ես Ռուսաստան, ուզում ես Թուրքիա։ Այսինքն, այստեղ պետք է հստակ հասկանալ, սա է հիմքը ազգային ինքնության ապագայի։ Եթե դու դա ջնջում ես, դրանից հետո եթե անգամ յան ազգանուն ունես, անգամ եթե քո երկիրը Հայաստան է կոչվում, միևնույն դու վասալ ես։